Զելենսկիի թիկունքում սկսված գաղտնի բանակցությունների գլխավոր նպատակը ըստ European Politico-ի Ուկրաինայում նոր նախագահական ընտրություններ անցկացնելն է։ Ամերիկացի հանրապետականները ուզում են, որ Ուկրաինայում իշխանության գան ուժեր, որոնց հետ ավելի հեշտ կլինի, քան Զելենսկիի հետ։ Եվրոպացի որոշ առաջնորդներ չեն ներում ամերիկյան նոր իշխանություններին պատերազմում դիրքորոշում փոխելու համար։ Ուկրաինայի նախագահը այսօր նորից Եվրոպայի գիրկն է վազել, զրկվելով ամերիկյան ռազմական օգնությունից ու լեզու չգտնելով Թրամփի ու նրա թիմի հետ, Զելենսկին գնացել է Բրյուսել, որ տեսնի գոնե եվրոպացիները կկարողանան մի բանով օգնել իրեն։ Եվրոպայի հովանու տակ հայտնված Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահին ու Եվրահանձնաժողովի ղեկավարին անունով է դիմել։ Շնորհակալ եմ հարգելի Անտոնիո, հարգելի Ուրսուլա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր եվրոպացի առաջնորդներին օգնության այսքան հզոր ազդանշաններ տալու համար։ Պատերազմի ամբողջ ընթացքում դուք մեզ հետ եք եղել։ Մենք գնահատում ենք ձեր նոր վերազինման ծրագիրը։ Եվրոպայի վերազինման ծրագիրը Ուկրաինային օգնելու մասին է։ Այն ենթադրում է ներդրումներ ուկրաինական ռազմաարդյունաբերական համալիրում, Կիևին զենք մատակարարելու ֆինանսավորում։ Ֆրանսիայի նախագահի երեկվա ուղերձն է մեծ աղմուկ բարձրացրել աշխարհում։ Ուկրաինայի պատերազմի ֆոնին Եվրոպա աշխարհամասի խաղաղությունը մշուշի մեջ է տեսնում Մակրոնը։ Նրա խոսքով այս պահին ուկրաինացի զինվորները կռվում են ոչ միայն իրենց, այլև ամբողջ Եվրոպայի համար։ Իդեպ Մակրոնի խոսքով ռուս-ուկրաինական պատերազմում արդեն գրեթե 1 միլիոն մարդ է մահացել։ Եթե մի երկիր կարող է ներխուժել իր հարևան երկիր ու անպատիժ մնալ, ապա ոչ ոք այլևս չի կարող որևէ բանում վստահ լինել։ Իսկ մեր իսկ աշխարհամասում խաղաղությունն այլևս չի կարող երաշխավորվել։ Պատմությունը մեզ դա սովորեցրել է։ Ուկրաինայից այն կողմ ռուսական վտանգը կա եւ դա ազդում է Եվրոպայի երկրների վրա։ Դրա համար Ուկրաինայի խաղաղությունը չի կարող լինել կապիտուլյացիայի գնով, խոժորված հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Մենք պետք է շարունակենք օգնել ուկրաինացիներին դիմակայելու այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն կարող բանակցել Ռուսաստանի հետ ամուր դիրքերի։ Այդ պատճառով չենք կարող լքել Ուկրաինային։ Հակառակը, ոչ մի գնով հնարավոր չէ խաղաղության հասնել, եթե Ռուսաստանը թելադրողի դիրքերում է։ Խաղաղությունը չի կարող լինել Ուկրաինայի կապիտուլյացիա։ Ռուսները սվիններով են ընդունել Մակրոնի ելույթը, պատերազմը շարունակելու հնչերանգներ են տեսնում այնտեղ։ Դժվար թե այդ ելույթն ընկալվի որպես խաղաղության մասին մտածող պետության ղեկավարի ելույթ։ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի մասին։ Բայց Մոսկվային երևի թե ամենաշատը հունից անել է այն, որ Մակրոնը որոշել է ֆրանսիական միջուկային զենքի կիրառման շուրջ քննարկում սկսել Եվրամիությունը պաշտպանելու համար։ Մակրոնը հիշեցրել է, որ իր երկիրը միջուկային տերություն է ու հարկ եղած դեպքում կարող է պաշտպանվել։ Ֆրանսիան հատուկ կարգավիճակ ունի։ Մենք ունենք Եվրոպայի ամենաարդյունավետ բանակը եւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեր կատարած ընտրության շնորհիվ միջուկային զսպման հնարավորություններ ունենք։ Սա մեզ շատ ավելի է պաշտպանում, քան մեր հարևաններից շատերն են դա անում։ Այս զսպումը պետք է տարածվի մեր բոլոր եվրոպացի դաշնակիցների վրա։ Ռուսաստանի արտգործնախարարը ուղիղ սպառնալիք է տեսնում Մակրոնի իր բառերով նյարդային հայտարարությունների մեջ։ Լավրովը Մակրոնի ակնարկները, թե Ռուսաստանը պատերազմ է նախապատրաստում Եվրոպայի դեմ, անհեթեթություն է անվանել, Ֆրանսիայի նախագահին համեմատել Հիտլերի հետ։ Հասմիկ Սերոփյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։